Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 11. Հիսուսը սովորեցնում է աղոթել։ Այնպես եղավ, որ նա մի վայրում աղոթում էր, և երբ վերջացրեց, իր աշակերտներից մեկն ասաց. «Տեր, մեզ աղոթել սովորեցրու, ինչպես Հովհաննեսն էլ իր աշակերտներին սովորեցրեց»։ Եվ նա ասաց նրանց. «Երբ աղոթեք, ասացեք. Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ օրեցօր, և ներիր մեր մեղքերը, որովհետև մենք էլ ներում ենք նրանց, ովքեր պարտական են մեզ, և մեզ փորձության մի տար, այլ փրկիր մեզ չարից»։ Եվ նա ասաց նրանց. «Ձեզնից ով է, որ բարեկամ ունենա և կեսգիշերին նրա մոտ գնա ու նրան ասի. «Բարեկամ, ինձ 3 հաց փող տուր, որովհետև իմ բարեկամն ինձ մոտ եկավ ճանապարհից ու ես բան չունեմ նրա առջև դնելու»։ Եվ նա ներսից պատասխանի ու ասի. «Մի անհանգստացնիր ինձ, դուռն արդեն փակված է և երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող ելնել ու տալ քեզ։ Ասում եմ ձեզ, եթե անգամ որպես բարեկամ վեր չկենա, ապա թախանձանքի պատճառով վեր կկենա ու նրան պետք եղածը կտա։ Ես ձեզ ասում եմ, խնդրեցեք և կտրվի ձեզ, թակեցեք և կբացվի ձեր առջև, որովհետև ամեն խնդրող առնում է, փնտրողը գտնում և թակողի առջև բացվում է։ Ձեզանից ով է այն հայրը, որ եթե իր որդին հաց խնդրի, քար կտա նրան, կամ եթե ձուկ խնդրի, մի՞թե օձ կտա նրան, կամ եթե ձու ուզի, մի՞թե կարիճ կտա նրան։ Ուստի դուք, որ չար եք և գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, ապա որքան ավելի ձեր երկնավոր Հայրը կտա Սուրբ Հոգին նրանց, ովքեր խնդրում են նրանից»։